Քերի կախապեք ժողովրդին, մեղք է ժողովուրդը։ Փաշինյանը բացառված է, ես իր անունը չեմ ուզում լսել։ Զինվորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ամեն մեկին համաձայն եմ, բացի Փաշինյանից։ Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, դուք ում կընտրեք։ Ոչ մեկին։ Տարբեր նոր անուններ կան, Սամվել Կարապետյան, Լավ էլի։ Ես պոլիտիկայից առում եմ։ Գործող իշխանությանը։ Ոչ մեկին։ Ոչ մեկին աղջիկ չէ։ Որ գալիս է խոսք կտալի, էս կանենք, այն կանենք, ասեն դեռ լրիվ հակառակ բաներն անում։ Հավատք արդեն մենք բան ենք արել, կորցրել ենք։ Ոչ մեկին չենք հավատում։ Չեղավ դες մի մարդ գա, մտածի ժողովրդի համար։ Սամվել Կարապետյանի հետ եւս հույսեր չեք կապում։ Դե գիտեք ինչ, շատ լավ բաներ ասում, շատ լավ բաներ ասում։ Եթե նա անեն ինչ որ ասում է, իհարկե գող կլինենք։ Ժողովուրդը շատ գող կլինի։ Ուղղակի ով որ գալիս է սուտ է խոսում աղջիկ ջան։ Գործողի իշխանության մասին ինչ կասեք։ Դժգոհ ենք նրա համար, ինչ որ ասում են, այս չեն անում։ Գալիս են սավսեմ ուրիշ բաներ են անում։ Չի կարելի ինչ որ ասեք ախր այն արեք, ինչ որ ասեք այն արեք, ոչ թե սուտ ասեք, ժողովրդին խաբեք, հերիքա խաբեք ժողովրդին, մեղք է ժողովուրդը։ Արման Թաթոյանի մարդու իրավունքների նախկին պաշտպանի պատրաստվում եք նրան ընտրել որպես վարչապետ։ Արման Թաթոյանը ոչինչ լավ է աշխատում ընդ թե որ խոսում է գրագետ անենց իմաստաբար է խոսում։ Հələ տեսնենք, հա, կգա ժամանակը կորոշ։ Ես ոչ մի ընտրություններին չեմ մասնակցել ու չեմ մասնակցում, որովհետև մեր թվարկությունից առաջ մինչև հիմա ոչ մի երկրում, ոչ մի անգամ ընտրությունների միջոցով ոչ ոք չի եկել իշխանության։ Դա խաբեբայություն է։ Ոչ մեկին ով կա ում ընտրել։ Նոր անուններ կան Արման Թաթոյան, Էդվին Մարոկյան, Արթուր Կանեցյան, Սամվել Կարապետյան։ Ինձ թվում է դա իրավունքն է մարդու որոշելու ում ընտրելու եւ դա բարձրաձայնելու կարիք չկա։ Որ կընտրեմ։ Միանշանակ Փաշինյանին։ Ես այս բանին կոնկրետ չեմ կարող ասեմ, հենց ում կընտրեմ, այդ այնտեղ գնամ կորոշեմ։ Փաշինյանին։ Դեռ չգիտեմ։ Տարբեր անուններ կան Արման Թաթոյան, Էդվին Մարոկյան, Սամվել Կարապետյան։ Ոչ մեկին չեմ ուզում։ Ով որ հայաստանցի է, առաջինը դրանից։ Եթե հայաստանից չի, вообще ինքը կապ չունի։ Թաթոյանը որպես մարդու իրավունքների պաշտպան։ Արժանի վարչապետ։ Ում եք տեսնում արժանի։ Շատ դժվար հարց է։ Անհապաղ այս կառավարությունից բայց ապագան չգիտեմ։ Может Արման Թաթոյան, Դոկ կուսակցություն։ Սամվել Կարապետյանի հետ հույսեր չեք։ Դա իր ներդրումն շատ մեծ է Հայաստանում։ Ու տաստված որ այդ տեմպով շարունակի, ինչի՞ չէ, նաև ասում եմ, այս կառավարությունը փոխել է պետք։ Հետո որ բան են անում, միտում Սամվել Կարապետյանն հիներից է, եթե հիներն լավն էին, այսօր կառավարությունը չէր կարող լաստի։ Եթե եկել է, պետք է նենց անի, որ ժողովուրդն ոչ թե մռայլ քայլեն փողոցներում ու չիմանալով վաղվա օրն ոնց է իրանց, այլ իրոքից պետք է հեղափոխություն ունենան, որ ժողովուրդն լավ ասում են ժողովրդի համար 3 միլիոն վարչապետից ընդամենը մի հատ վարչապետ եղավ։ Մնացածն էլ տանջվելով ապրում են։ Զինվորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Դեռ չեմ որոշել։ Մինչև չտեսնեմ ովքեր կան ընտրացուցակում, կոնկրետ վերջնական, չեմ կարող ասել։ Հայտնի են Արման Թաթոյան, Սամվել Կարապետյան։ Չէ, չեմ կարող պատասխանել։ Դեռ չեմ մտածել։ Այ լավ է Սամվելին ամեն մեկին համաձայն եմ, բացի Փաշինյանից։ Սամվել Կարապետյանի նկատի ունեք։ Սամվել Կարապետյանին կամ Քոչարյանին, այդ երկուսը հաստատ։ Բայց ինքը Փաշինյանական է։ Չեմ կարող պատասխանել։ Ոչ մեկին։ Ոչ մեկին չունեմ ընտրություն։ Փաշինյանը բացառված է, ես իր անունը չեմ ուզում լսել։ Մնացած, այդտենց բոլորն էլ նորմալ մարդիկ են, բացի ձեր ասած Նիկոլ Փաշինյանից։ Չեմ ասում։ Ինձ։ Ոչ մեկին չեմ ուզում ընտրել։ Հանրապես 35 տարի ոչ մեկ լավ գործ չի արել։ Всё, չեն արել, արդյունքը տեսակ։ Դուք էլ տեսակ, մենք էլ տեսանք, ձեր ծնողներն էլ տեսան։ Ոչ մեկ 35 տարի ոչ մեկ չի արել։ Դնենք անհատական չասենք, էլի։ Դե ծնողներիդ հարցրակ ասա։ Մենք առայժմս հələ չգիտենք ում պետք է ընտրենք։ Գործ չեմ ունեցել անկեղծ ասած, նորմալ մարդիկ են, շատ լավ է։ Արման Թաթոյանի մարդու իրավունքների նախկին պաշտպանի պատրաստվում եք նրան ընտրել որպես վարչապետ։ Խելացի մարդ է, ազգասեր մարդ է, այդքան բան, ինչ ասեմ։ Ինչ լավ գործ։ իրավունքների պաշտպանն է։ Այո։
Հա, բարքին տղա է։ Կարևորը մարդ ստախոս չլինի, խափեփա չլինի, ազգասեր լինի, այդքան բան, դա հայ ազգի ամենակարևոր բանն է, մարդ իր ազգին սիրի, ազգին նայի, ոչ թե ասես խղճուկ մարդիկ ման են գալի թոշակին կարոտ մնացած։ Դե տեսնում ենք հարմար կանդիդատ էլի, ինչ ասենք, բա հներից չեք մտածել։ Իրանք սաղորը հներ են խաղացնում, որ իբր հները բան են, միշտ վատն են եղել, իրանք ավելի լավ են, բայց իրանք նույնն են, հələ եթե ոչ ավելի վտանգավոր։ Են գիտեմ, զգում եմ, որ ինքը հարմար կանդիդատ է այդքան։ Ինչու՞ չէ։ Նորմալ մարդա գրագետ խելացի հայրենասեր, այդքան բան